առաքյալները մոտենում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ ասում են ավելացրու մեր հավատքը։ Այս առաքյալները մեր անունից են ասում, մենակ իրենք չեն ասում։ Մենք էլ կարծեմ թե ուզում ենք փափագում ենք, որ ամեն օր ուզում ենք, որ Աստված մեր հավատքն ավելացնի, բայց մեր Տերն ինչ ասում։ Ճիշտ հակառակն ասում։ Մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, լեռներին ասեք պոկվիր, ընկիր, ծովը ձեզ կհնազանդվի։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա Աբա Մարկոսի կյանքից, Աբա Մարկոսը 95 տարեկանում մահացել էր, 65 տարի լեռան վրա էր ճգնում։ Մահվանից առաջ մենակ էր ապրում։ Մի ծեր Սուրբ Հոգու հրամանով գնում գտնում Աբա Մարկոսին, որ դի մահանար արդեն։ Աբա Մարկոսը հարցնում ասում է. Երկրի վրա այնպիսի հավատ կա, որ լեռանն ասեն օգվիր ընկիր ծովը ենթարկվի։ Այդ պահին այն լեռը, որտեղի են գտնվում, սկսում է շարժվել։ Դուք դիպոկվի, ասում են լեռ ջան, նստի տեղը քո հետ, քեզ չեմ ասում, երեքս հետ խոսում եմ։ Հիմա ինչ է ուզում ասել մեր Տերը, ուզում է ասել, որ ձեր հավատքը մանանեխի հատիկի նման դուք պիտի զարգացնեք, ինչ որ պետք է Աստծուց տրված է ձեզ, եւ դուք պիտի ավելացնեք ձեր հավատքը, ինչպես պիտի ավելացնեք։ Նախ եւ առաջ հասկանանք հավատքը ինչ է, ինչպես է մեր մեջ ընկնում, ինչպես է մեր մեջ զարգանում աճում։ Հավատքը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, անտեսանելի իրողությունները տեսնելու աստվածային ունակություն է, որ Աստծուց է գալիս, ինչպես Հակոբ առաքյալն է ասում, ամեն շնորհ եւ բարի պարգև ի վերուստ երկնավոր հորից են իջնում, որի մեջ չկա ստվեր եւ ոչ էլ փոփոխման ստվեր։ Հիմա այդ ունակությունը աստվածային, աստված տեսության ունակություն, այսինքն ինչ է հավատքը, անտեսանելին տեսնելու ունակությունը, որտեղ Պողոս առաքյալն ասում է, ինչ որ տեսնում եք, հավատալու կարիք չկա։ Հավատքը անտեսանելի բաների մասին է։ Ինչ որ տեսնում ենք, հասկանում ենք որոշ չափով, բայց ինչ որ չենք տեսնում, ինչ որ մեր մտքին անհասանելի է, նաև մեր աչքերին անտեսանելի է, դրան հավատալու կարիք կա։ Այսինքն Աստված տեսանելի աշխարհի միջոցով մեզ պատրաստում է անտեսանելի աշխարհի ունակության ո՞ր հավատքը։ Ուրեմն աստվածային հավատքը, աստվածային շնորհը երկնքից իջնում է, բնականաբար իմացության հետ է կապված։ Իսկ իմացությունը ինչ է բանականություն։ Ինչ որ հավատքին է վերաբերվում, մտքի հետ է կապված։ Սկիզբը միտք։ Ուրեմն աստվածային ունակությունը երկնքից իջնում է մտքի վրա։ Եվ միտքը սկսում է քննել այդ բոլորը։ Հա։ Բնականաբար կամքը պետք է լինի հավատալու կամքը։ Մենք պետք է մտքին ուժ տանք, զորացնենք մեր կամքով։ Աստվածային խորհուրդներին պետք է մենք աջակցենք։ Աստծո խոսքին մենք պետք է կանաչ ճանապարհ բացենք, իսկ աշխարհային մեղավոր, ինչ որ հավատքից չէ մեղք է ասում Պողոս առաքյալը։ Ինչու ասում ինչ որ հավատքից մեղք է, հավատքից չէ մեղք է։ Ասում է, որպեսզի մենք մաքրենք ինչ որ հավատքից չէ եւ պահենք ինչ որ հավատքից է, ինչ որ մեղավոր է, ինչ որ մեղսահակ է, ինչ որ աշխարհային է, մարմնավոր է, մաքրենք, սրբենք, հա, որպեսզի մեր հավատքի ունակությունը, մեր մտքի պարզությունը վերականգնենք։ Ինչ որ հավատքից չէ մեղք է, իսկ ինչ որ հավատքից է սուրբ է։ Ուրեմն ինչ որ հավատքից չէ, մտքի մեջ մաքրում ենք, սրբում ենք, որպեսզի մնա մաքուր, անաղարտ մեր միտքը, ինչ որ Աստված ստեղծել։ Իսկ Աստծո ստեղծած այդ միտքը մեծ ընկալունակություն ունի հավատքի։ Իրապես ինքը ստեղծված է, որ Աստծուն ճանաչի։ Մարդու տղի է ստեղծվել Աստված։
որպեսզի առաջին ճանաչի, որպեսզի հավատա, հույսով լսնի եւ սիրի առաջին։ Հավատա եւ ըստ այդմ էլ հույսը առաջանա եւ վերջո սերով միաբանվի։ Հավատքը սկիզբն է, հույսը ընթացքը, սերը ավարտը։ Հիմա հավատքի ունակությունն ինչ է։ Երկնքից իջա մեր մտքի վրա, եթե մենք ուզում ենք մեր հավատքը ավելանա, մենք պետք է անընդհատ մեջ միտքը մաքրենք։ Ինչպես։ Աղոթքով։ Բայց ցավոք սրտի միայն միտքը մաքրելը բավարար չի։ Ինչու՞։ Երեխայի համար հեշտ կլինի այս պարագային չնայած իրան միտքը մաքրելու կարիք էլ չկա։ Դե իր սիրտը մաքուր։ Սիրտը հոգին մաքուր է եւ իր մտքի շեղվածությունը իրեն չի խանգարում ուրախ լինելու։ Ես թվում է թե երեխան ոչինչ չի մտածում, ինքը շատ բան է մտածում, այս ներսի չի գցում։ Իր հոգին ու սիրտը միշտ ուրախ են, երջանիկ են։ Դրա համար իր մտքի մտածումները իր ներաշխարհի վրա ընդհանրապես չի ազդում։ Մտածում են, իհարկե մտածում, բայց իր մտածելակերպը, իր հոգի ներսը լրիվ ուրիշ է, քան մերը։ Մենք ցավոք ինչպիսին ենք։ Մեր կյանքում կուտակումներ կան։ Մեր սրտում, մեր հոգում, հա։ Ոնց ասեմ, հողա, որի ներսում կան բազմաթիվ որոնի սերմեր։ Մեր սրտի հոգու ամբաստանը մի այգի է, որի մեջ կան բազմաթիվ որոններ եւ սերմեր։ Եվ ցավոք սրտի համապատասխան պայմանների պարագային դրանք աճում են։ Եվ երբ որ մեր սիրտը խաղաղ չի, մեր հոգու ամբաստանը մաքուր չի որոններից, բնականաբար մտքի մաքրությունը մեզ շատ չի կարող օգնել։ Մեր հոգին է տանջում, միտքը ինչքան ուզում է, միտքը չի կարա մաքրվի, եթե սիրտը մաքուր չի։ Հա, մենք պետք է լրջորեն անդրադառնանք մեր սրտի մաքրության։ Մենք լրջորեն պետք է մաքրենք մեր հոգին։ Սրտի զորժումով, խոստովանությամբ եւ ապաշխարությամբ։ Ազատագրվենք ամեն տեսակի մեղքերից, հիշողություններից, հակումներից, սովորությունից, թեթևանանք մենք ամբողջովին մաքրվենք եւ այն ժամանակ մեր հոգում սրտում ուրախություն է գիշնի, խաղաղություն է գիշնի։ Հեշտ կլինի միտքը մաքուր պահել։ Այսինքն մեր պայքարը մենք ներսից կհանենք վերև։ Կմնա մետավոր մակարդակի վրա եւ կաշխատենք մտքի մաքրության վրա։ Եվ այդպես ավելի հեշտ կլինի։ Բայց երբ որ դու միտքդ ուզում ես մաքրես, բայց տեսնում ես, որ ներսից ինչքան բացասական ուժ է գնում մտքիդ, ներսից հոգուտ մեջ, այսինքն քո մեջ կան վիրավորանքներ, քո մեջ կան մտածումներ, քո մեջ կան անպատասխան բազմաթիվ հարցեր, խնդրահարույց, ահավոր ծանր կնճռոտ հարցեր, որ ներսում հոգում կուտակված են, բնականաբար աղոթքը խեղդված ես, դու կաշկանդված ես, շղթաներով կապված է քո հոգի, չես կարող ուրախ լինել, երջանիկ լինել, բայց կարող է եւ այտենց էլ չեն, էլի, դե փառք Աստծո։ Երբ որ ազատագրված ես մնում ամենակ միտքդ, միտքն արվեստ է դա, անընդհատ անընդմեջ աշխատանք մտքի հետ, անընդհատ մտքիդ հետ աշխատես, եւ գիտեք, տեսել եք մարզիկը ինչպես է աշխատում, սկզբում դժվար է իրեն իր սպորտ արվեստի հետ հմտանալ, բայց երբ որ մի քիչ մարզվում է, արդեն հետաքրքիր է, հաճելի է այգը, անընդհատ ուզում է մարզել։ Մենք պետք է հասնենք այնպիսի վիճակի, որ մենք մտավոր այդ պատերազմի մեջ հաճույք գտնենք։ Մենք վախենում ենք այդ մտավոր պատերազմից, հա? Ինչու ենք վախենում, որտեղ մենք շատ ենք պարտվում մտավոր պատերազմում, հա? Ներս ենք գցում, մտքից անցնում է խիղճ, հա? Մեզ տանջում է, չարչարում է։ Հիմա գիտեք, չարը որ ամեն մեկին յուրովի է փորձում։
քրիստոնյաների հետ աշխատում է խղճի միջոցով։ Ինչու՞։ Որտեղ գիտի քրիստոնյաները խղճի հիվանդ են, բայց մենք խղճի հիվանդ չպետք է լինենք։ Ոչ էլ խղճի գերի պետք է լինենք, այլ մենք առողջ խիղճ պետք է ունենանք, հա։ Չարը միշտ մտքի միջոցով մեզ մեր մեջ խղճահարություն է առաջացնում, մենք այդ խղճահարությունը կեղծ խղճահարություն է, եւ աշխատում է մեզ վրա, եւ այդպես մեզ միշտ ընկճված է պահում։ Օրինակ բերեմ, որ դուք հասկանաք։ Շատ են մեր հավատացյալներից լսել, որ ասում են պատարագի ժամանակ կամ եկեղեցում աղոթքի ժամանակ այնպիսի պիղծ մտքեր կգան մեր մեջ, ասում են։ Այնպիսի պիղծ շատ են լսել, շատ են հավատացյալներ ասում, եւ գիտեք ինչա կատարվում է իրենց հետ։ Տանջվում են, չարչարվում են, մարդիկ կա, որ հոգեկան խանգարումներ են ստանում։ Իհարկե մեր մենք ինչ գործում եք դրա հետ, մենք պատարակ եք կագրած Քրիստոսի Տիրոջ մարմնի արյան առջև ենք, ինչ գործում ենք դրա հետ, մեր հետ ընդհանրապես կապ չունի։ Մի անապատական աղոթումը, նայած սատանա դեր գալիս է, որ փորձի։ Ու Աստծո Սուրբ ասում, այդ ինչպես է աղոթում։ Ես անապատական ուշադրություն չի դարձնել։ Էլի անընդհատ տենց շողոքորթում խոսում։ Ասում ես ասում պես մարդ չկա, ասում ես եմ եղավ որ եմ ասում, պես սուրբ բան չկա։ Հիմա մենք պիտի ուղղակի ուշադրություն չդարձնենք այդ մտքերին, անցնեն գնան վերանան։ Հա, չարը մեզ հետ քրիստոնյայի հետ խղճի միջոցով է, կեղծ խղճահարության միջոցով է աշխատում, թող թափենք մենք աղոթում ենք։ Մենք ժամանակ չունենք իրեն տրամադրելու, այդ մտքերի հետ երկխոսության մեջ մտնելու, պայքարելու, չգիտեմ ինչա։ Մենք աղոթքի կանգնած, մենք աղոթքի ենք անում, ինչ գործում ենք։ Եվ այդպես կարողանանք այդ մտավոր պատերազմը այս պարագային հաղթարել։ Մնացած պարագաները, բայց քրիստոնյաները մարդկային հարաբերությունների մեջ ոչ փորձառու քրիստոնյաները մի քիչ թույլ են։ Երբ որ մարդկային հարաբերություններ են լինում, իրենք չեն կարողանում հաղթահարել, հա, պարզ հասարակ մի քիչ խնդիր եղավ, տանջվում են օրերով, չարչարվում են, որ մեկի հետ ինչ-որ հարց առաջացավ, էլի նույն պատճառն է, չար իրենց վրա խղճի միջոցով է ազդում, վայ ես ինչ մեկին մի հատ թթու խոսք ասեցի, կամ չհնազանդվեցի, կամ դես, կամ դեմ, հա, եւ այդպես օրերով տանջվում են, հա։ Էլի խղճի միջոցով քրիստոնյաների հետ աշխատում են, կեղծ խղճահարության միջոցով։ Բայց նորմալ է, չէ՞, որ սկզբից ասենք կարող է խղճահարություն առաջանալ, հետո ասենք լավ ոչինչ տենց էլ է լինում ու անցնենք գնանք։ Այդ ավելի ճիշտ չի։ Այո, հնարավոր է, չգիտեք նորմալն է, անորմալն է, որ դու հասկանաս ինչի վրա պետք է խղճահարություն խղճդ աշխատի, ինչի վրա չպետք է աշխատի։ Խղճի մասին դե երկար կարելի է խոսալ, էլի որ խղճը ցանց է, մեծ բաները պետք է որսվի, մանրները թողնես գնան։ Այդպես Հովհաննես Երզնկացին ասում է, խղճը ֆիլտր է մեր մեջ դրված։ Ասում է մեծ բաները պետք է որսած չթողնես գնան, այսինքն մեծ մեղքեր չպետք է գործես։ Մանր, փոշի տեսակ փոշին կարաս դու բռնես, չես կարող։ Մեր հավատացյալները փոշի են ուզում բռնել։ Փոշին փչթոյթ է, քեզ պետք է փոշի բռնել։ Փոշի տեսակ մեղք գիտես որն է։ Փոշի է։ Ցալում սեթում, բայց մերոնք դրած փոշի են ջոկում։ Փոշին ջոկել մենակ մարեկացին կարար։ Ասում եմ մեղքերը նման են փոշի ու հուլերին օդում համետարած։ Ինքը տեսնում է իր բոլոր մեղքերը փոշի հատիկների նման, բայց մենք գործ չունենք։ Մենք կմոռանում ենք։ Մերը մեծերն են, աթոռ, սեղան, ջահ։ Այդ փոշի տեսակ մեղքերը մենք չենք գնա։